Նախքանուն դատամին ներկայացվել բացառική միջնորդություն, հետևյալ հիմնավորմամբ։ Քրեական դատավարության օրենսգրքի 455 հոդվածի առաջին մասի համաձայն մասնավոր մեղադրանքով հիմնական դատավարություններն անցկացվում են Սույն օրենսգրքի 43 և 44 գլուխների վերաբերելի դրույթների կիրառմամբ Սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով։ Քրեական դատավարության օրենսգրքի գլուխ 43-ում ներառված 332 հոդվածի երկրորդ մասի համաձայն կողմի միջնորդության հիման վրա դատանի պահանջով կարող է ստացվել փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև դատանի նախաձեռնությամբ նույնպես կարող է ստացվել փորձագետի եզրակացությունը։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ քրեական դատավարության օրենսգրքի 333 հոդվածի առաջին մասի համաձայն դատանը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է դատաքննության ցանկացած փուլում նշանակելու փորձաքննություն Սույն օրենսգրքի 252-ից 258 հոդվածներով սահմանված վերաբերելի կանոնների պահպանմամբ։ Հետևաբար քրեական դատավարության օրենսգրքի 333 հոդվածի առաջին մասում ամրագրված իրավակարգավորումներից բխում է, որ մասնավոր մեղադրանքի վերաբերյալ քննվող գործերով նույնպես դատարանը կողմի միջնորդությամբ իրավասու է դատաքննության ցանկացած փուլում նշանակել փորձաքննություն։ Սույն գործով կայացած դատական նիստի ժամանակ դատավոր Արմեն Շիրոյանն ինձ հավաստիացրեց, որ եթե ես դատանին ներկայացնեմ գրավոր ապացույց այն մասին, թե կոնկրետ որ փորձագիտական կենտրոնում կարող եմ պատասխանել իմ կողմից առաջադրված հարցերին, ապա դատարանը իմ նկատմամբ նշանակված դատահոգեբանական փորձաքննության կատարումը կհանձնարարի տվյալ փորձագիտական կենտրոնին։ Նախորդ դատական նիստի ժամանակ ես դատարանին ներկայացրեցի գրավոր ապացույց այն մասին, որ Ալֆա-բետա լիցենզավորված փորձագիտական կենտրոնում հնարավոր է իմ նկատմամբ կատարվող դատահոգեբանական փորձաքննության շրջանակներում պատասխանել իմ կողմից առաջադրված հարցին։ Մինչդեռ նախորդ դատական նիստի ժամանակ դատավոր Շիրոյանը հայտարարեց, որ դատարանն իբր թե իրավասու չէ մասնավոր մեղադրանքով նշանակել փորձաքննություն և դատավոր Շիրոյանը կողմորեն խախտելով քրեական դատավարության օրենսգրքի 333 հոդվածի առաջին մասի պահանջները, դատարանն անիրավացիորեն ինձ հորդորեց, որ ես ինքս դիմեմ փորձագիտական կենտրոն եզրակացություն ստանալու համար։ Վերոյալից ակնհայտ է, որ դատավոր Շիրոյանն իր այդ ապօրինի գործողություններով ինձ զրկել է մեղադրյալի մեղքը հիմնավորող ապացույց ձեռք բերելու հնարավորությունից և իր այդ ապօրինի գործողություններով դատավոր Շիրոյանը նպատակ է հետապնդել հիմքեր ստեղծել հետագայում մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի նկատմամբ արդարացման դատավեճեր կայացնելու համար։ Ուստի դատավոր Շիրոյանի հիշյալ ապօրինի գործողությունները ես հետագայում կշահարկեմ վերաքննիչ քրեական դատարանում և իմ նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու իմ նույն այդ միջնորդությունը ես հետագայում կներկայացնեմ նաև վերաքննիչ քրեական դատարանին։ Ավելեն նաև, որ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի կողմից սույն գործով դատանի նշանակած փորձաքննության կապակցությամբ եզրակացություն տալուց հրաժարվելու և փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դատանի որոշման պահանջները չկատարելու վերաբերյալ ես արդեն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հանցագործության մասին հաղորդում եմ տվել, որն ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժին։ Մարդը իր ամբողջ կյանքի ընթացքում ձգտում է արդարության, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում զուրկ է լինում արդարությունից։ Դատավոր Շիրոյանը սույն գործով արդարադատություն չի իրականացնում և իմ միջնորդությամբ իմ նկատմամբ նշանակված դատահոգեբանական փորձաքննության կատարումը դատավոր Շիրոյանը դիտավորյալ չի հանձնարարում լիցենզավորված Ալֆա-բետա փորձագիտական կենտրոնին, որպեսզի ես զրկված լինեմ մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանի մեղքը հիմնավորող ապացույց դատանին ներկայացնելու հնարավորությունից։ Հետևաբար դատավոր Շիրոյանը կողմորեն խախտել է քրեական դատավարության օրենսգրքի 333 հոդվածի առաջին մասի պահանջները և իր նկատմամբ նշանակված դատահոգեբանական փորձաքննության կատարումը դատավոր Շիրոյանի կողմից Ալֆա-բետա լիցենզավորված փորձագիտական կենտրոնին չհանձնարարելով դատավոր Շիրոյանը կանխական վերաբերմունք է դրսևորում տուժող Էրիկ Եղիմյանից նկատմամբ։ Ուստի ես այդ հիմքով բացառք եմ հայտնում դատավոր Շիրոյանի նկատմամբ։ Այսքանն է։ Առաքելության պաշտպանության կողմը հարկերի դատարկում է, որ դա դուժող կողմը հետագայում հետագման մեթոդորոշման հետ, որ չի նշանակել համապատասխան փորձաքննությունը, վերաքննիչ քրեական դատարանում դա կարող է բողոքարկել, սակայն կարծիքով դա ինքնապատասխան հայտնելու, որպեսզի դատարանի ինքնապատասխան հայտնի Ինչ չի հանդիսանում, ուստի մենք միջնորդությունը անձնում։ Մեղադրյալի դիտորոշում ունի միջնորդության կապված
Ձեր պաշտպանել եք միանում, թե համաձայն եք Եղինյանի հետ։ Չէ, պաշտպան եմ միանշել։ Դատանը արձանագրում է, որ ներկայացված միջնորդությամբ դժոխ կողմը հաստատել այն հանգամանքը, որ դատավոր Շիրանի կողմից համապատասխան փորձարկություն նշանակելու միջնորդության վերաբերյալ կայացվել է հանդիսի որոշում, որը դունել չի եղել դժոխ կողմի համար։ Այսինքն դատան արձանագրում է, որ դժոխ կողմը բացառապես դատավորի ինքնամասնական միջնորդությունը պայմանավորել է փորձարկության կատարման հանգամանքով միաժամանակ դատանը արձանագրում է, որ դեռևս նախնական դատավարությունների փուլում մանրամասն պարզաբանվել են նախագահական դատավորի ինքնավստահելու հիմքերը, նաև իրավակարգավորումները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոթի 66-րդ եւ դատական նոթի 20-ական նոթի 77-րդ սահմանված կարգով այդ կապակցությամբ որից հիմնարանում չներկայացվեց, հետեւաբար դատանը որոշում է ներկայացված միջնորդությունը միաժամանակ արձանագրում է, որ Եղինյանի կողմից Պարտի շրջանակներում ներկայացված բազմաթիվ միջնորդություններ բավարարվել են, բազմաթիվ գործողություններ իրականացվել են, հետևաբար մեկ միջնորդության վերաբերյալ այդ դիրքորոշում ունենալու հանգամանքը չի կարող գտնել դատանի անաչառության վերաբերյալ, ուստի ինչպես արդեն սպասվել, միջնորդությունը մերժվել է։ Այլ միջնորդություններ միջնորդություն ունեն, ոչ թե միջնորդությունը, այլ միջնորդություն, քանի որ փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ը դատանին հաստատված գիտությամբ պատասխանել է, որ իմ կողմից առաջադրված կոնկրետ այն հարցը, որը ես ի սկզբանե առաջադրել էի փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ին, նշել եմ, որ հարցին չեն կարող պատասխանել, սակայն կարող են պատասխանել այլ հարցերի կապված Եղինյանի հոգեվիճակի, Եղինյանի բնորոշ հոգեբանական առանձնահատկությունների հետ կապված, ուստի հիմա ես դատանին միջնորդում եմ այն միջնորդությունը, որը նախորդ դատական նիստի ժամանակ ներկայացվեցի նոր հարցադրումներով եւ միջնորդեցի, որ հանձնարարեք ալֆաբետա փորձագիտական կենտրոնին, որը մերժեցի պատճառաբանելով, որ ես ինքս դիմեմ ալֆաբետա փորձագիտական կենտրոնին, հիմա դատանին միջնորդում եմ կոնկրետ այն նախորդ միջնորդության մեջ վկայակոչվեցին հարցադրումները ուղղել հենց փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ին, այսինքն եւս մեկ անգամ եմ միջնորդում դատավորական նկատմամբ, քանի որ գրավոր տարբերակ արդեն իսկ կա գործի նյութերում, դրա համար այս պահին զերծը մնում նույն բանը եւս մեկ անգամ գրել դատանին ներկայացնեմ, այսինքն այն հարցերը, որը ուղղել եմ ալֆաբետա փորձագիտական կենտրոնին, բացառությամբ այն հարցից, որը որ փորձագիտական կենտրոնը նշել է, որ չեն կարող պատասխանել այդ հարցին, բացառությամբ այդ հարցից մնացած բոլոր հարցերը խնդրում եմ ուղղել փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ին եւ իմ նկատմամբ դատանի կողմից արդեն իսկ նշանակված դատահոգեբանական փորձաքննության կատարումը խնդրում եմ հանձնարարել փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ին եւ փորձագիտական ծախսերին խնդրում եմ անդրադառնալ եզրափակիչ դատական ակտով։ Եթե դատանը մեղավոր կճանաչի մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանին, փորձաքննության ծախսերը միջնորդում են բռնագանձել Գայանե Հովհաննիսյանից, իսկ եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կարդարացվի մեղադրյալ Գայանե Հովհաննիսյանը, կարող եք արդեն պետությունից դա արդեն բռնագանձվելու, կամ էլ եթե նպատակահարմար կգտնեք ինձնից, չնայած ես բռնագանձման ենթակա ոչինչ չունեմ, որևէ գույք սեփականություն իմ անվամբ գրանցված չունեմ, ինչպես նաև չունեմ գրանցված աշխատանք, ունեմ գործազուրկի կարգավիճակ, չունեմ իմ անվամբ գրանցված բանկային հաշվեհամաններ, այսինքն եթե նույնիսկ դատանը որոշել ինձնից բռնագանձել փորձաքննության արժեքը, ապա որևէ հարկադիր ծառայող չի կարող ինձնից որևէ գումար բռնագանձել, այն հիմնավորմամբ, որ ես չունեմ բռնագանձման ենթակա որևէ գույք, որևէ սեփականություն, որևէ դրամական միջոցներ։ Եղինան, այսինքն դուք նախկինում ձեր կողմից ներկայացված անցած նիստին, որ միջնորդել Բաց է, դա շատ մտաբերում ենք չիմասին է խոսքը, ուղղակի հասկանանք, նա դուք ներկայացրել եք այն ալֆաբետա բժշկական կենտրոնում փորձաքննության հետ կատարված, այսինքն գտնում եք, որ նշված ընկերությունում իրականացվի փորձաքննություն եւ առաջադրվի այն հարցերը, որոնք որ փաստացի փորձագետն էր իր այլ հիմնարկում նշանակված փորձաքննության ընթացքում դատանի տեղեկացրել, որ մենք այս հարցերը կարող ենք քննարկել։ Այդ համատեքստում քննարկել։ Իսկական կարձանագրել, որ արկա է գրավոր միջնորդություն այս դեպքում։ Պարոն նաև որպես պրոֆեսիոնալ եւ արտադրող։ Նախկինում գրավոր է ներկայացված։
Այո, նախ Հիմա որ միշտորթության է, նա կրկին անգամ անդառնանք, որպեսզի որ ես նշել եմ սանգվինիկ, մելանխոլիկ, Իվարկե, դրանք որ խառնվածքները, այդ դրա մասին է խոսքը, ու նշել եմ, որ հանձնարարեք ալֆա բետային։ Հիմա այդ նույն հարցերը, նույն միշտորթությունը, նույն հարցերը ուղղեք արդեն փոխագիտական կենտրոն կողակին բացառությամբ այն մի հարցից, որին իրանք նշել են, որ չեն կարող պատասխանել։ Նստեք։ Ադոժան դա ես չեմ արարում։ Եթե պետքա կարող եմ։ Եթե պետքա նույն բանը գրավոր գրեմ, բանը գրավոր նստի գրի։ Իմաստը որն է նույն բանը նորից գրեմ։ Կա արդեն գրած գրած։ Ոքի այլ են անում։ Հա։ Սա Միայն փորձագիտական հիմնարկի անվանումն է փաստացի փոխվում։ Բայց հարցը նույնն է, բացառությամբ այն հարցից, հիմնավորումները եւ հարցերը նույնն են։ բացառությամբ այն հարցից։ Հասկացա։ Հիմնավորումները եւ հարցերը բացառությամբ այն հարցից նույնն են։ Այո։ Շատ է։ Եվ մեկ հանգամանք մինչ ներս կողմին գրեցել, նախորդ դատականությունը դատան նաև բացաբանեց, որ դժոխումը ինքն է իրավասու է։ Դուք ձեր կողմից հնչեցված ելույթում այդ կերպ ներկայացրեցիք հանգամանքը։ Դատան բացաբանեց, որ դժոխումը ինքը իրավասու է այդ հարցով դիմելու եւ ստանալ փորձագետի համապատասխան հարց։ Բայց նաև կա այսպիսի բան, չէ՞, Միջոցներ ձեռնարկել եք այդ կապակցությամբ, թե ոչ։ Ոչ, միջոցներ չեն ձեռնարկել, քանի որ չունեն բավարար ֆինանսական միջոցներ։ Այդ պատճառով չեն ձեռնարկել։ Պաշտպանության կողմից դիտարկում։ Փոխում դառնալու հայցոց։ Դատանը արձանագրում է, որ սույն վարքի շրջանակներում Էգենյանի կողմից ներկայացված ապահովանական փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության քրեական լեզվի հավասարի 4 դատի համատեքստում է ներկայացվել, մասնավորապես նաև ուժով կողմի ներկայացուցիչներ արձանագրել դատանի հարցերին ի պատասխան, որ պատերն արժանապատվություն նվաստացնելու հանգամանքը կարելի է հասնել բացառապես փորձագետի եզրակացությամբ, տանտանել այդ ժամանակահատվածում բազմաթիվ հարցերով այս կողմերին եւ նշված հանգամանքով պայմանավորված որոշում կայացրեց համապատասխան փորձակցություն նշանակելու մասին, սակայն փորձագիտական կենտրոնից ստացված տեղեկատվություն, որ այդ հարցը ուսման ենթակա փորձագետների կողմից, ուստի դատարանի սույն վարքի համար նշանակություն ունեցող հանգամանքները հաստատելու կամ հայհայկելու վերաբերյալ սույն միջնորդությամբ Եղինյանի կողմից առաջ քաշված հարցերը չեն կարող ունենալ էական նշանակություն, ուստի դատանը որոշում է ներկայացված միջնորդությունը մերժել, միաժամանակ դատանը արձանագրում է, որ համապատասխան կատեգորիաների արկայությունը կամ բացակայությունը հարցնելու վերաբերյալ դատանը իր դատական ակտում առնվազն անդարձ կկատարի։ Այլ միջնորդություններ չկան, այդ դեպքում դատան ասում է մյուս հարցի քննարկմանը, որը վերաբերում է ապացույցների անթույլատրելիության հարցին, սույն փուլը, որը ապացույց անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ունի դժոխ կողմ, չէ՞ որ իմ կողմից ներկայացված բոլոր ապացույցները թույլատրելի են վերաբերելի են, չկա իրավական հիմքեր, իմ կողմից ներկայացված ապացույցները անթույլատրելի ճանաչելու համար։ Ազեր ես դուք չունեք պաշտպանության կողմը չունեք։ Նույնպես այդ դեպքում դատարանը ապացույցների հետազոտումը համարում է ավարտված եւ եզրափակիչ ելույթով հանդես գալու համար կողմերին տրամադրում է ժամանակ, որպեսզի հաջորդ դատական նիստում լսենք եզրափակիչ ելույթները։ Նշված հանգամանքով պայմանավորված դատական նիստը հետաքրքրում է եւ կարող ենք շարունակել օգոստոսի 4-ին հնարավոր 4-ին Եղինյան։ Ինչ խնդիր ունեք 4-ին կապված դատական։ օգոստոսի 4-ին բանաձորումներ Հա, որպեսզի համատեղեք որ ժամանակ ժամ որ մինչև ժամը 16-ը ավարտացնելուց մինչև 16-ը որտեղ ավարտացնեք։ Բանաձորում նկատի այստեղ սպիտակի դատանում ավարտացնում են մինչև ժամը 16-ը։ 11-ից մինչև 1:40 կարող եք աշխատել։ Ես չեմ կարող, ես մենակ 14-ը դուրս գալու, 14-ից մինչև 16-ը։ Չէ, 14-ից նիստ կա նշանակում։ Ուժ ժամ չեք կարող։ Այլ օրերում եք Եղինա, եթե ունեք խնդիր չունեք դա։ Իսկ եթե երբ որ ես առանձին ելույթ ունենամ, պաշտպանը մեկ այլ օր։ Դե ամենով նիստներ դատենք։ Ես երկար եմ խոսալու։ Լավ կլինի։ Իսկ որ ուրիշ օր նշանակենք այդ դեպքում, որպեսզի բավական օրինակ օգոստոսի 5-ին։ Իսկ 11-ին, օգոստոսի 11-ին։ Չէ, 11-ին ես ասացի։ 11-ին կարող եք։ Եվ հանցեք ազատ պարմանացան, եւ հարցակցել։ 7-ից 20։
7-ից 20-ը, իսկ 6-ին եթե աշխատենք, Չէ։ Իսկ օգոստոսի 4-ին, եթե ես միայն երևույթ ունենամ, չի լինի, պաշտպանը հետաձգեմ։ կլինի իհարկե, բայց խնդիրը չու է կանում, իրավապահավորները եղին այնպեսին է, որ կարդ է այդպեսին քրեական դատավարության մեջ լողամրագրված, որ անմիջապես պետք է լսենք կողմերի ելույթները, ինչքանով է նպատակարար ընդհատենք, ձեզ լսենք, ընդհատենք, պարմանատիրության հետո լսենք, հետո պաշտպանության կողմի լսենք, սուտ այս հանգամանքեր կապված է, դա նկատառում է։ Պարմանատիրության ամս 4-ին որ ժամ է, ձեզ մոտ։ 2-ից 4-ը։ 2-ից 4-ը։ Իսկ 3-ին օրվա երկրորդ կես, եթե պլանավորենք, Չէ, ցավոք կողմից պատահել։ Որ առաջի կես խնդիր չի։ չէ, որ առաջ կես նորություն չունենք։ Ամեն 4-ին մինչև 11-ը կա։ 4-ին, Թեկուս առավոտյան ժամ։ չէ, 10-ին ունենք նշանակված նիստ, 9-ին, թեկուս ժամ 9-ին առավոտ։ Մինչև 10-ից 10-ը։ 10-ը չի լինի։ Իսկ պարմանատիրության, եթե նշանակենք 10-ից 30, պարմանատիրության ժամը 10-ից 2 մասնակցության բարձ դատարանը, ամսի 4-ին։ Չէ, 11-ին նիստն է, մեր բանոց։ 10 Չէ, դուք որ ելույթ ունենաք գնաք, մենք ասենք այս երկու հնարավորություն կա աշխատել։ Ոնց կան ազգան ձերով։ Լավ, պետք կնայենք։ Եթե 10-ին մենք օրինակ 10-40 կամ 10-30 թե ամեն դեպքում չեք ասել։ Չեմ ասում, 11-ին արդեն բանոց նիստ է։ Իսկ 11 նիստը երբ հավաքվելու ձեր մոտ։ 11-ին նիստն է, Այո։ 11-ից հետո 12-ինը, այ արդեն 1-ին ազատն է, 1-ից 4-ը Մենք 40 նիստ կան։ չի լինում։ 29-ին 30-ին ինչպիսին էր կողմերի մոտավորությունը։ Երբ 29-ին 30 հուլիս ես եմ արծել։ դուք եք արծա։ Լավ, այդ դեպքում սուտ որպեսի պատակահարման լինի ավելի ողջամիտ ժամկետներում նաև տևական ժամանակ կարողանանք աշխատել, արձակուրդից երբ եք գալու պարմանատիրության։ 21-ին։ Օգոստոսի 21-ին։ Եթե օգոստոսի 21-ին ես նշանակենք, բայց եկա աշխատենք, որ բոլորը տեսնեն։ Շատ չկան։ Չէ։ Եթե երկար 25-ի երկրորդ կես կան։ 21-ին, բայց ինչքան, դե չգիտեմ, Երինան ասել որ երկար է Այդ եկել։ ինչքան Երկու ժամ, չէ՞, ինչպես ժամ։ 2 ժամ, 21-ին որքան ժամանակ ունենք կողմերը, հասկանանք, պարմանատիրան։ Չէ։ Սա նշանակած։ Նշանակված է 22-ին, 22-ը 22-ը շաբաթ կիրակի, 24-ը, Չէ, մենք 25-ից է, 25, 26, 26-ը։ երկրորդ կես կա։ Չէ, երկրորդ կես նիստ կանապատեսված, 26-ին առաջ կես, Չէ, երկրորդ 27-ը, երկրորդ է։ 27-ին հարմար է բոլորին, հա Սարման։ բոլորին հարմար է, 27-ին կարող ենք, օրինակ ժամը 14:00-ից մինչև օրվա վերջ աշխատել, իսկ թվում է 10-ին տեսենք բոլոր կողմերը։ Նորմալ է, Հույսով եմ կարվի։ հիմա մենք պետք է լսենք կողմերի եզրակացությունները, մենք ուրեմն 27-ին ժամը 14:00 Այսօր դատան հաշվառման կողմերի տրամադրությունը մասնավորապես եւ պարմանատիրության եւ պարմանատիրի հասարակություն գտնելու հանրամակները առաջին հնարավոր օրը որոշել վերանշանակել 2026 թվականի օգոստոսի 27-ին ժամը 14:00 Դատան կլսի այդ օրը կողմերի եզրափակիչ ելույթները։ Դատական նիստը հայտարարում են փակված։